12-րդ օրն է Իրանում ցուցարարները օր ու գիշեր գրոհում են, ավերելով ու այրելով ճանապարհին հանդիպած ամեն ինչ, շենք, շինություններ, այդ թվում նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շենքը։ Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իրանում անկարգությունների բողոքի ակցիաների հետևանքով զոհվել է 45-ից ավելի ցուցարար, այդ թվում 8 անչափահաս։ Իրանում ցույցերը տարածվել են բոլոր 31 նահանգների ավելի քան 100 քաղաքներում։ Բողոքի ցույցերին զուգահեռ իշխանությունները գրեթե ամբողջությամբ արգելափակել են ինտերնետի հասանելիությունը։ Վերլուծելով լարվածությունը, իրանագետներն ասում են, որ այդ երկրում ստեղծված իրավիճակով որոշակի այլ ուժեր փորձում են շարժումը տանել երկրի ներսում ներքաղաքական կայունությունը խաթարելուն։ Կիրառվում են տարբեր տեխնոլոգիաներ, հասարակության մեջ երբեմն հանրային աջակցություն ապահովելու, երբեմն հանրության մեջ պետական ծառայողների, իրավապահ մարմինների նկատմամբ ատելությունը մեծացնելու նպատակով։ Բողոքի ցույցերի աճը Իրանում մեծացնում է ճնշումը Իրանի կառավարության եւ երկրի գերագույն հոգեվոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի վրա։ Բողոքի ակցիայի շարավիղն ավելի է ընդլայնվում, երբ Վաշինգտոնից կոչերով հանդես է գալիս Իրանի նախկին շահի որդին Ռեզա Փահլավին։ Նա իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոց եւ միացյալ ճակատով աղաղակել իրենց պահանջների մասին։ Որպես քաղաքական առաջնորդ իր գիտելիքներով, իր պետական կառավարման գործի բացակայությամբ, գուցե նաև քաղաքագիտական գիտելիքներով, հմտություններով, նա ունակ չի համաժողովրդական մեծ իրենց համար ցանկալի հեղափոխության ինչ-որ առաջնորդ դառնալու։ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում ուժեղ հարված կհասցնեն Իրանի ղեկավարությանը։ Ես ասել եմ, որ եթե նրանք որևէ վատ բան անեն այդ մարդկանց նկատմամբ, մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց։ Մենք պատրաստ ենք դա անել։ Մինչև այժմ ցուցարարների շրջանում զոհերի մեծ մասը գրանցվել է հրմշտոցի հետևանքով։ Իրանի ժողովրդի զանգվածային սպանության դեպքում ԱՄՆ նախագահը կգնա նրանց օգնության։ Ես դա ասել եմ հստակ եւ պարզորոշ։ Մենք այդպես էլ կվարվենք։ Արտաքին միջամտությունը մի քանի բանտին շերտերով կարող ենք դիտարկել եւ սադրիչ եւ քարոզչական տիրույթում, որ բնակչությանը առանց այն ոչ բարվոք սոցիալ-տնտեսական վիճակում բնակչությանը տրամադրեն իշխանությունների դեմ։ Պետական հեռուստատեսությամբ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ արտասահմանյան տերությունները հանցակից են Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին։ Խամենեին նաև կասկած է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի ժողովրդին աջակցելու մասին պնդումների վերաբերյալ։ Իրանը չի նահանջի բողոքի ցույցերի առջև, Իրանը չի հանդուրժի օտարերկրացիներին ծառայելը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կոչ է արել անվտանգության ուժերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել երկրում շարունակվող ցույցերի մասնակիցների նկատմամբ։ Փեզեշքյանը հայտնել է, թե պետք է խուսափել ցանկացած բռնի գործողությունից կամ հարկադրանքից։ Նա հայտարարել է, որ պետք է ցուցաբերել առավելագույն զսպվածություն, պետք է դիմել երկխոսության, խաղաղ շփման եւ լսել Իրանի ժողովրդի պահանջները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։